Արդեն 5-րդ տարին հզոր համայնք մինչ մարզային երիտասարդական միջոցառումը մեկ հարթակում է միավորում հանրապետության ու Ջավախքի ավելի քան 600 երիտասարդի, տասնյակ գործարարի ու փորձառու մասնագետների։ Միջոցառումը դարձել է սերունդների միջև փորձի ու գաղափարների փոխանակման կարևոր հարթակ, որում երիտասարդները ոչ միայն նոր կապեր ու ընկերներ են ձեռք բերում, այլև համատեղ նախաձեռնություններով մասնակցում իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Մեր գաղափարն է, որ մարզում ապրող երեխային տանք հնարավորություն, որ երեխան տարբեր գիտելիքներ ստանալով ինքնակրթվի եւ այդ կրթությունը օգտագործի իր համայնքի մյուս երիտասարդներին օգնելու համար եւ ունենք նաեւ դեպքեր, որ երեխաները տարբեր փոքրիկ բիզնեսներ են փորձում հիմնել իրենց համայնքներում եւ դրանով փորձում են ամրապնդել իրենցից հետո եկող սերունդի դերը, որ երեխաները չմտածեն միայն Երևան գալով կարող են ինչ-որ հաջողության հասնել, այլ հասկանան, որ մարզում ապրելով նույնպես կարելի է հաջողել։ Բացի ազատ շփումներից երիտասարդները հնարավորություն ունեցան լսելու 7 խոսնակի ելույթներ, նրանց անցած ճանապարհի, փորձի ու սկզբունքների մասին, որոնք օգնել են չնահանջել, չհուսահատվել, գնալ նպատակի ետևից ու հասնել հաջողության։ Խոսնակների հիմնական թեմաները երեխաների անձնային աճին են վերաբերվում, ինչպես հաղթահարել խնդիրները, ինչպես հաջողություններ գրանցել, ոնց սկսել, որտեղից սկսել։ Այս տարի եւս միջոցառման կարևոր ուղերձը հեռավոր համայնքներում ապրող դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելն է, ասում է Մհեր Մկրտչյանը, նշելով, որ մարզաբնակ երեխաները հաճախ զրկված են մի շարք հնարավորություններից, սկսած խմբակներ հաճախելուց մինչև սեմինար քննարկումների մասնակցելը։ Նման հանդիպումները նրանց հնարավորություն են տալիս անմիջական շփվել հաջողության հասած մարդկանց հետ, ոգեշնչվել նրանց օրինակով եւ ավելի հստակ պատկերացնել իրենց ապագան, դառնալ ծրագրավորող, տնտեսագետ թե այլ մասնագետ։ Երեխան ընտրելով մասնագիտություն, այդ օրը կարողանում է գա, տեսնի մասնագետին եւ հետագայում կապ պայի, հա, օրինակ, չգիտեմ, ծրագրավորման լեզու ընտրելուց հետագայում հարց է տալիս կամ որ համալսարանը դիմի, հեռակա ընդունվի, առկա ընդունվի, հա, ինչ լուծումներ տա, քանի որ մարզում ապրող երեխան շատ խնդիրների է բախվում, տարբեր խմբակներ չունենալու պատճառով, ինֆորմացիայի թերի լինելու պատճառով։ Մինչ հզոր համայնքի մեկ վայրում համախմբելը նախաձեռնությունը տարվա ընթացքում իրականացնում է մարզային այցեր, երեխաների հետ քննարկում, համայնքային զարգացման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում կրթական ճամբարներ։ Միջոցառումը տեղի ունենում տարբեր գաղափարակից ընկերների եւ կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Հանդիպումն ավարտվեց արդեն ավանդույթ դարձած ազգային երգու պարով, ձեռք ձեռքի միասնական ու ջերմ մթնոլորտում։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։